Գուցե առավոտ շուտ 8:10-15 րոպե, հա, բայց այսօր ողջ օրը Երևանի ժամանակով լրատվականի ուղիղ եթերում հետևում էին Գյումրու զարգացումներին, Երևանից ուժեր տարան, ոստիկանական ավտոբուսներով փակել էին Մայրուղին, որովհետև բանա կոչ արեց պարոն Ղուկասյանը, դուրս եկեք փողոց, գործադուլ, դասադուլ եւ այլն, դե բայց ամենահետաքրքիր բանը այդ side effect-ը էլի կողքից, որ հնչել են բոլոր զանգերը եկեղեցիների, որ անպայման հանճարեղան լուրջ եմ ասում, պատկերացնում եք կաշառակերին բռնում են ու եկեղեցու զանգերը, այնքան բան է դա ասում, ժողովուրդ, չմոռանաք, այնքան դա բան է ասում այդ կապի մասին, էլի, թե ինչա եկեղեցին իրանից ներկայացնում։ Մի շարք կանայք, այս sense փակել էին ոստիկանի դեմը, հա, ու անեցներ էին տալիս, չգիտեմ, ես չգիտեմ, որ ասեմ փողով են բերել կանանց կամ բան, բայց գուցե իրոք աջակիցներ կան, վերջ-վերջիտ մարդը ընտրվել է, չէ, գուցե այդպես մոլի աջակիցներ ունի, ինչ ենք մենք միշտ ասում, որ շինծու է, բայց կարող է իրոք աջակիցներ կան, Հիսուսից հետո երկրորդ մարդն է ասում, հիմա ես ու դու ինչ ասենք մենք, ինչ ասենք։ Մուսոլինին էլ ուներ աջակիցներ, Հիտլերն էլ ուներ, բոլորն էլ ունեին աջակիցներ, դա դեռ ոչինչ չի նշանակում, բայց լավ, ես երկու նախադասությամբ ասեմ դեպքերի ընթացքին չա տեղի ունենում։ Քրոնիկոնը Ուրեմն Գյումրու համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն, որև կա ինտերնետում։ Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների եւ ոստիկանների միջև։ Բացի այդ, Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները։ Եվ վերջին նախադասությունը այդ գործողությունների ընթացքում անդադար հողանջել են եկեղեցիների հոգնակիով զանգերը։ Սա ձեզ կարճ պատկեր է թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ չհամբերեցին, մի տարի չկա, չէ, երևի որ մարտ էր ոնց որ ընտրությունը որ գոնե բանանային եւ այնքան էլ խելք չունեն, որ հերախոսով չխոսեն նման բաներ, հասկանում եք, այնքան են հղպացել, այնքան են լկտիացել, որ չեն էլ մտածում, որ կարող է իրանց գաղտնա լսեն։ Իդեպ գիտես ոնց են գաղտնա լսել, Ռաֆայել, ուրեմն անօթաչու թռչող սարքերով հատուկ այդ որ բան են անում այդ քաղաքապետարանի վրա ու բոլորը ձայնագրել ու հիմա ներսից չի դրսից, հա։ Իմ կարծիքով շատ լուրջ աշխատանք է տարվել ուժայինների կողմից, շատ լուրջ։ Հենց սկզբից էլ սպասում էին, որտեղ գիտեին վաղ թե ուշ ինքը պիտի անի ինչ որ արել ամբողջ կյանքում, հա, չէ՞, ինչա դարձել բա քաղաքապետ։ Բայց այստեղ մի պատմություն կա, որ ես չեմ կարողանում հասկանալ, ինչ նկատում եմ Բերման այդ ենթարկելու պահերը, իրանց անուցում եղել է, ինքը չի եկել։ Որտեղ միանգամից սենց ուժերով բան գնաց, բնականաբար մի տեսակ գիտես ոնց է կրքերը բորբոքելու բան է նկատվում, այսինքն այդ մարդուն եղել է ցանցում, որ այսինչ օրը ներկանաս Չէ, այդ տարբեր բաներ են, Ռաֆայել։ Հիմա երբ որ ասինքն ես սենց եմ պատկերացնում, իհարկե ես զանգերի տեղատարափա դա ասեմ իմացեք։ Որտեվ հիմա մինչև զգուշացնեն, մինչև բանանեն ինքը կարող է հետքերը ծածկել, եսի մինչեր անել, նախապատրաստվել, իսկ սենց մի անգամից հիմա կմտնենք խուզարկենել, ինչ ասես կհանեն այնտեղից, թե համակարգիչներից, թե բանը ամեն ինչից, այո։ Զանգ ունենք, տեսնենք ինչ են ասում ռադիոլսով։ Արդեն զանգ ունենք։ Այո, թեման թեժ է, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ես ուղղակի կխնդրեմ մի քիչ օբյեկտիվ ամեն ինչը ներկայացնել եւ լուսաբանել, այդքանը շնորհակալ եմ, շատ սխալ եք ներկայացնում։ Դե ձեր օբյեկտիվությունը ասեք իմանա։ Բան չենք հələ ասել եք ձերբակալել եք։ Կարդում ենք ինչ որ գրած է, ինչ որ հրապարակված է։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ես Կարինեն եմ։ Բարև ձեզ, Զանգում եմ Բրբանտից։ Լսում ենք ձեզ։ Շատ հաճելի է ձեզ լսելը։ Շնորհակալ եմ։ Մի բան եմ ուզում ասել, ես նոր լսեցի ձեր հայտարարությունը, ես չգիտեի, որ Գյումրիի քաղաքապետին ձերբակալել են, ես ինքս գյումրեցի եմ, երբեք չեմ սիրել այդ մարդուն, բայց կաշառակերը,
Հիսուսի աչ դաղցերքն է, միլիոնատեր է, չգիտեմ, ամեն ինչ է, եթե ԿՊ-ին դեմ է, ուրեմն մի բան կգտնեն կբռնեն։ Թիմի յուրաքանչյուր օլիգարխի, եթե հետազոտեն, հետևեն, յուրաքանչյուրի վրա էլ մի բան կգտնեն կբռնեն։ Այդպես մեկը չկա, որ եթե աթորի նստած է, մի բանի մեջ չմեղադրվի։ Հիմա այս մարդը խոսում էր անընդհատ վարչապետի դեմ, բողոքում էր, իրեն բողոքներ էր հայտնում, չգիտեմ, ինչեր էր ասում, դրա համար ընկան հետևից մարդուն բռնեցին։ Ես մենակ ասում եմ, որ մենակ այդքան տեղն եմ զգում ճիշտ։ Իսկ մնացածը, որ ինքը կերել է, էսյար է, կաշառքներ է վերցրել, էդի բոլոր օլիգարխներին էլ, եթե ստուգեն, հետևից զգնեն, բոլորներ կբռնեն։ Մինչև ամենավերևի աթորի նստածը։ Ճիշտ եմ ասում։ Հա, ինչ, հա, Հրիտար, Տիկին ջան, լսեք մենակ էլի, չհեռանաք, մի վարքյան։ Դուք նրանով, որ ասում եք բոլոր, մի րոպե, մենք ձեզ լսեցինք, հիմա դուք լսեք։ Դուք ասում եք, որ բոլոր օլիգարխներն էլ տենց բաներ են անում, կաշառք են վերցնում, ուրեմն դա նշանակում է, որ արդարացի է, եթե բոլորն են վերցնում, ուրեմն պիտի ոչ մեկին ձեռք չտալ, այդ ձեր ասած բոլորին էլ հերթով, Յուրաքանչյուրի հետևեն բռնեն։ Ձեր խոսալու ժամը սպառվեց, Երիկա։ Լսեք ինչ եմ ասում։ Մի րոպե դիալոգ լսում եք, այդքան հարգանք ունեցեք։ Ուշացումով է ձայնը։ Արտադիր չի որ համաձայնվեք, բայց գոնե լսեք։ Եթե բոլորն են այդպես, այդ նշանակում է ոչ մեկին չպիտի ձերբակալեն, այդ ինչ արդարացում է չեմ հասկանում։ Պիտի ձերբակալեն։ Բա ինչի մասին է խոսքը։ Նայեք, պարոն Տերին, իմ ասել ես էդի չէ, թող ձերբակալեն, բոլորին էլ ձերբակալեն, որ կարգ ու կանոն լինի, չգիտեմ, արտարություն լինի, ես կողմ եմ դրան, բայց եթե հիմա ասենք թե ես օլիգարխ եմ ու ինձ համար ուտում եմ միլիոնները, շատ գեղեցիկ չհնչեց։ Ես ոչ մի բան չեմ ասում ԿՊ-ի համար, չեմ ասում SN, NN, ինձ ոչ մեկը չի հետևի չի բռնի, բայց եթե ես հիմա մի հատ իրենց համար մի բան ասեմ, նույն վարյանին կգան ձեր կես կկանդալեն, ձեր կես կբանալեն կտանեն, ճիշտ եմ ասում։ Ես էդի եմ ասում, թե ես չեմ ասում, որ ախր այնպես մարդու են կալանավորել, որ բոլորը գիտեն տարիներով կաշառակեր ա, տո էսա, այնա, բան։ Հիմա սրա դեմ էլ եք խոսում, ես զարմանում եմ։ Փոխանակ ուրխանակ, որ սենց հասարակությանը վնասակար անձի ձերբակալել են, որ էլ ինքը չի կարող կաշառակ, այս ամենի հիմա վերցել եք, որ ինչ հատե ասել է, բանա իրան դրա համար ձերբակալել են։ Որտեղ է տրամաբանությունը մարդկային, ես չեմ հասկանում։ Հա, հասարակ բան է, էլի։ Պարոն Տերենիկ, ինքը մինչև քաղաքապետ ընդրվելը, այդ ժամանակ թող ձերբակալեն, չէ՞ որ այդ ժամանակ էլ ինքը կաշառակեր, ինչեր էր անում, ես գիտեմ ինքը ինչեր արել։ Թող ձերբակալեն, թող բռնեն, հենց հիմա բռնեցին։ Հիմա այն ժամանակ էլ ձերբակալեն ուրիշ բան եք ասելու։ Սա ինչ բան է, ես չեմ հասկանում։ Հիմա եկել է ժամանակը ձերբակալ, դուք ուրախ եք, որ իրան ձերբակալել են, թե ոչ։ Ես ուրախ եմ, որ ձերբակալել են, մեկ հատ կաշառակեր վերացավ, գոնե մի հատ արտարություն եղավ, բայց ոչ Դուք ժամանակագրություն, չէ, ես փորձ, այսինքն ժամանակագրությունն է ձեզ, պիտի ձերբակալեին փաստորեն մինչև հայտնի հայտարարություններ անել, հասկանալի է։ Մինչև քաղաքապետ լինելը։ Հասկանում եմ։ Իսկ մինչև այդ կաշառքները կերել էր, ինչեր ասեց արել էր, ինքը պետք չէր քաղաքապետ լինել։ Թող իջամնա ձերբակալեն։ Հիմա մարդուն դրել են քաղաքապետ, հելել է խոսում է դեմ է ԿՊ-ին, վարչապետին դեմ է, նույն վարյանի ձերբակալեցին։ Բայց հիմա գուցե այդ ձայնագրությունները, փաստերը եւ այլն հիմա է ձայնագրվել, հիմա են բան արել, էլի նկատի ունեն փաստեր կա ձերքի տակ։ Այդ կապ չունի։ Եթե մի րոպե, Տիկին ջան, լավ շատ բան արեցինք, եկեք էլի զանգեր կա։ Եթե էս էլ ասեմ ու վերջ։ Եթե ձեր ժամանակ ասած ձերբակալեին, այն ժամանակ է պիտի ասեին, այ տեսակ չեն ուզում որ քաղաքապետ դառնա, դրա համար ձերբակալեցին։ Էս ինչ տրամաբանություն է, ես չեմ ասում։ Զանգեր ունենք, էլի լսենք էլի զանգերին, բարև ձեզ, ով է միացել, ողջույն։ Թեժ է լինելու, բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Հա, լսում ենք, բայց Բայց հետաքրքիր է, չէ, այս տեսակ մտածել է, էլի որ այմար թողած այդ ամեն ինչը որ այս մարդը արել է, հիմա այ խոսած դրա համար ձերբակալեցին։ Դե այն որ նենց զուգադիպություն է կարծես էլի լինում քաղաքական հայց ներկայացնող մարդիկ նայեք քանի հոգի տերտերներ ընդ բաներ կան որ այդ ամենի ֆոնին ժողովրդի մոտ կարա այդ տպավորությունը ստեղծվի որ
Իրոք ով որ ընդդիմությունա բան են անում, բայց այնինչ Կարա պիտի կարողանանք ստեղծվի տարանջատենք, էլի, տպավորություն, Հենա, թող ձայնագրությունները լսեն, եղբայր, հենա այնտեղ որ կաշառքի մասին են խոխեր, սրանից ակնհայտ բան չի կարող լինել էլ։ Ձայնագրված ամեն ինչ փաստագրված, հա, որտեվ դե մի բան էլ ասեմ ձեզ, բոլորն էլ ուտում են, այո, բայց ով որ նաև հանդես է գալիս քաղաքական բանը տապալելու կոչերով, Ռուսաստանին միանալու կոչելով, պարչի որ առաջ իրանք ձերբակալ են, հետո մյուս կաշառակերներին։ Բնական է դա, որտեվ ինքը վտանգ է ներկայացնում ամբողջ մեր հասարակությանը։ Ինքը ուզում է Ռուսաստանի վասալը դառնա, որտեվ այդ ժամանակներում իրանք ապրում էին Ռուսաստանը կա կոտ մասի ոնց որ կատուն յուղի մեջ, ինչ ասես անում էին, ոնց ասես թալանում էին, եւ հիմա անկարծ տեսակ, յա, չի կարելի նման բաներ անել, եւ չմոռանաք եկեղեցու զանգերը բարեկամներ։ Այդտեղ միացել է իմիջիալոտ այդ Թաթոյանի խումբն է միացել, Դաշնակցությունն է միացել։ Դաշնակցությունը ակտիվ եկավ այդ բաներ առաջիններից էին եկան ու մենք որտեղ գիտեն հերթ իրանց է հասնում կամած կամած։ Զանգեր ունենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի օր, բարի օր։ Ձեր մեկնաբանությունը։ Ուղղակի փոքր մի բան ասեմ, տիկնոջը նախ առաջին օլիգարխներին չեն ձերբակալում, պետական աշխատողի են ձերբակալում, հետի մեկ օլիգարխները, եթե իրանք պրոբլեմներն է, բայց ինքը պետական աշխատող։ Երկրորդը, որ պետք է ձերբակալվեր, հետի հարցի մյուս կողմն է։ Իսկ երրորդը ինձ ամենաշատը հետաքրքրում էր, որ այսօր խոսում է մեր նախկին վարչապետներից մեկը Բագրատյանը, եթե լսել եք, չեք լսել, չգիտեմ, մենք հայելի մի հատ հաղորդում կամ մի հատ հարակ լսենք։ Հայերում ասում, ինքը 27 միլիարդի դատի էր ուզում տար, բյուջեն 27 միլիարդ է, բայց ընդամենը 5.5 միլիարդն են իր բանը լեննականին տանի։ Այս մարդկանց չեն ասում, որ ինչի համար են ձերբակալել, այս մարդը, որ կաշառակերություն արել։ Բայց ասում են, որ ինքը դատի պետք է տար։ Ու մեկ է Ռաֆայել ջան, քեզի, որ ասում ես ինքը գիտեր, որ իրան ցանուցվել է, թե չէ։ Սրանից մի քանի շաբաթ առաջ ինքը հեռուստատեսության ուղիղ ասում էր, որ բոլոր դեսպանատների աշխատողներին ներկայացնում է, որ իրան Նիկոլ Փաշինյանը ձերբակալել։ Ինչքան գիտենք, ինչ գիտենք, որ իրան արդեն չէր ցանուցվել, կամ իրան տեղյակ չեն պահել, որ քո նկատմամբ արդեն քրեական գործ է։ Դե այդ արդեն ենթադրություններն է, ես նկատի ունեմ հրապարակում չեղավ քննչականը մինչև այսօրը, պաշտոնական չեղավ, էլի։ Որ լոգիկայով ինքը արդեն գիտեր, որ իրան կարող է, ես չեմ բացառում, իհարկե, գուցեև ես չեմ բացառում, ուղղակի այս դեպքերում, եթե տենց բան կա, մանավանդ երկրորդ քաղաքի քաղաքագլխի մասն է խոսքը, քննչականն ով է, պիտի ծանուցում տեղեկացներ, մենք էլ որպես մեդիայի մարդ տեղեկացված լինենք, տենց բան հրապարակային չեղավ։ Այդ դերենիկի հետ եմ համաձայն, կներես, որ խոսքը մտեղ դերենիկի հետ իսկ եթե կոծք էր, ահա, չեն կարար, չէ կոծքեր։ Դե կարող է, հնարավոր ամեն ինչ։ Բայց քննչականի բանը այդքան աշխատանքը ջուրը գցելու համար, ինչի է։ Այսօր մի հատ ուրիշ էլ բան կար, վարկած կար, որը ավելի խելացի բան էր։ Ասում են, սպասեին թող այդ ամեն ինչը վերջանար, հետո մեկը գտնելու էին այդ շենքի քանդելը, էսյանենյան, այն մարդն մեկը բացացում էր, որ լավ, եթե այդ ժամանակ անեին, կարող է այս կաշառակերությունը մեջտեղ չհելներ։ Հասկացա։ Օպերատիվ աշխատանք է, էլի ոստիկան։ Եվ իդեպ ասեմ, Ռաֆայել, պարտավոր չեն իրենք զգուշացնել կամ ծանուցում ուղարկել, բոլորովին։ Հետևել էսյանենյան։ Ավելի լավ ասենք մի քիչ դրանք ինչ ալու, մեկը ինքը արժանի է սրան, ասենք չէ որ արժանի չէ, հիմա ճիշտ է, լենականով շատ մարդիկ է կարան իրան ասեն, որ իր հարազատների, իր բարեկամների, իր ցանոթներն ասեն, որ ինքը լավ մարդ է, ականա շուկանը լավ մարդ է, բայց կաշառակերությունը լավ մարդու հետ вообще կապ չունի, ինչ կապ ունի։ Բարի հարգելի, շնորհակալություն։ Լավ մարդերն պետությունից գողանալու մեջ։ Լսեցինք ձեզ, շնորհակալ ենք ձեր կարծիքի համար, լավ օր ենք մաղթում, լավ եղեք։ Ձեզ 7474774444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարն է, հարգելի բարեկամներ, Լոս Անջելես, Հայաստան, խնդրեմ ձեր մեկնաբանությունները այս ամեն ինչի շուրջ։ Իդեպ ոնց հասկացանք, հիմնական մեղադրանքը այս վերջերս ինչ որ անօրինական կառույցի մասին է, քննչականի բաններ հրապարակված, որ մի անօրինական շենք էին կառուցել, որը պիտի քանդվեր։
բայց ինչ որ թղթեր են կեղծել, իբր քանդել են, նորն են սարքել, օրինականա դարձել, հիմնականը այդ վարկածն է, այդտեղ քնչականի ամբողջական նյութերը հրապարակված են, անգամ տեսանյութը կար բավականին ծավալուն, բայց բուն մեղադրանքը կարծես թե հենց դրանում էր կայանում։ Տեսնենք ինչպիսի զարգացումներ կունենա այս վիճակը, բայց այն որ շարժեց ամբողջ ներհայաստանյան կյանքը այդ հաստատ։ Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու էր բնականon աշխատանքը, հայտարարություն տարածեց քաղաքապետարանը։ Ես ձեր մշտական ունկնդիր եւ անկնդիր թագուին եմ։ Եվ այս իմ երկրի ես շատ ուրախ եմ, որ իմ երկրի դարդուցավով միայն դուք կաք, ձեր ռադիոն կա եւ իմ երկրի դարդուցավով կարողանում եմ ձեզ հետ կիսվել, որովհետեւ այսպես ասած հարթակը ազատ է, իսկ դուք էլ փառքաստու ոչ աշնակ եք, ոչ դաշնակ եք։ Ձեր հետ շատ լավ կարողանում ենք կիսվել ու ես զարմանում եմ, որ ձեզ պաշտպանում եմ բան։ Հիմա եթե թույլ տաք, ես երկու բան կասեմ, որ ընտրություններն արդեն մոտենում է եւ զգացվում է, ոնց են պատրաստվում, ուզում են նորից գան, նորից քալանեն։ Եթե ինձ թույլ կտաք, ես կասեմ, ինչպես է անցել մինչև 18 թիվը ընտրությունը մի փոքր, եթե կարող եմ։ Եթե եթերային եւ հակիրճ խնդրեմ։ Հա, այսպես ուրեմն մինչև 18 թիվը արդեն որ գալիս է ընտրությունները, գալիս էին այսպես հրեշտակի թևերով, Սուրբ Սարգսի դեմքով, մենք այսպես կանենք, այնպես կանենք, լավ կանենք, ամեն ինչը լավ կլինի։ Բաժանում էին, փողերը բաժանում էին, իսկ Նայրա Զորաբյանն էլ կանգնում ասում էին, մենք ժողովրդին փող չենք բաժանել, ինչպես չեք բաժանել, ինչպես մերժված մեր դասականը կասեր իրոք, այդ մենք ենք վերցրել, ոնց եղավ, որ չեք բաժանել։ Դրանից հետո երբ արդեն անցնում էին, արդեն իրանք զբաղված էին ոչ թե շինության ինչ-որ բաներ, որտեղ իրանք ահռելի փողեր էին ծախսում ընտրության համար, այդ ընթացքում, որ իրանք արդեն անցել էին, զբաղվում էին այդ փողը հետ վերցնել ու դրանք շատ ահռելի փողեր էր, ես լավ գիտեմ։ Ու այդ ընթացքում, որ փողերը հետ էին վերցնում, էլ չէին մտածում, որ Հայաստանում չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ճանապարհ, արդեն գնում էր այդ ընթացքը հետ վերցնելու փողերի։ Այդպես էին արել, որ երկիրս այսպես դարձել էր քար ու քարապի երկիր։ Հիմա ինչ կա, ես ուղղակի զարմանում եմ, մենք ենք տեսել։ Լավ, հարգելիս։ Լսենք նաև ուրիշ, եթե ձեր թույլտվությամբ ուրիշներին էլ խոսք տանք, եթե դեմ չեք։ Հա, ես ուղղակի զարմացնում եմ։ Մերսի շատ զանգեցի, ձեզ էլ հարգելիս, ձեզ էլ լավ օր, շնորհակալ ենք կգեներ, քանի որ զանգերի տեղատարափ է, եկեք տենց 1-2 րոպեվա մեջ էլի տեղավորվենք, մանավանդ եթե մոնոլոգի, այլ ոչ թե դիալոգ։ Հա, զանգերը, լսենք զանգերը։ Ով է միացել, բարև ձեզ, բարև ձեզ։ Ռադիոյի ձայնը կանջատեք, որ չարձագանքի։ Ահա, այ հիմա լսում ենք, բարև ձեզ, բարի օր։ Բարև, կներեք երևի ձեր դուրը չի գա հիմա, ես ինչ կասեմ, որովհետև բոլորդ հակառակ ուղղան եք նայում։ Քանի տարի է պարոն Դերենիկը ապրում է Միացյալ Նահանգների ուղղիմանակ։ Ինչ ունեն։ Ձեզ մի քիչ վատ ենք լսում, հնարավոր է մի փոքր բարձր։ Ես ուզում եմ իմանալ պարոն Դերենիկը քանի տարի է ապրում Միացյալ Նահանգներում։ 30 քանի։ Ահա, եւ ինքը ինչպես գիտի այդ բոլորը, երբ որ ինքը ամբողջ մի Լոս Անջելեսի հայությանը սպնդում է իր իմացածը, երբ որ Գյումրիի ժողովուրդը դրսում լրիվ ուրիշ բաներ ասում։ Ես ձեզ այսպես կասեմ, Տիկին ջան, դուք Հնդկաստանում կամ Չինաստանում կամ որևէ տեղ ապրել եք, որ կարծիք եք կազմում կամ բան եք անում։ Ես դախ ապրել եմ 33 տարի, մի րոպե, հերթով։ Պարոն Դերենիկ, հերթով։ Կարծիք չեմ հայտնում։ Ես 33 տարի ապրել եմ Հայաստանում, հա, որից հետո գործի բերումով ես ամեն օր հետևում եմ նորություններին, կարդում եմ կարծիքները եւ այլն, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այնպես որ ես մի րոպե, Տիկին, մի րոպե։ Ես այդ
քարոշչությանը չէին այո։ Ես հայտնում եմ իմ կարծիքը, որ դուք կարող եք չհամաձայնվել, բայց թե ով որտեղ քանի տարի ապրե դա ոչ մի նշանակություն չունի։ Լոս Անջելեսի հայությանը պնդումներ։ Լավ, հիմա ձեր ասածը ինչ է, դուք ինչ եք ասում, որ ինքը արդար ազնիվ մարդ է իրան ձերբակալել են։ Եկեք անիվից սկսենք, եկեք հայկական հիմնադրամից սկսենք, տեսնենք այդ փողերը ուր կորան, եկեք սկսենք այն գումարներից, երբ որ պատերազմի մեջ ժամանակին հասավ Հայաստան եւ տեղ չհասավ, հետո կգնանք հետինին։ Այդ ամեն ինչը ինչ կապ ունի Վարդանիկի հետ։ Ինչ կապ ունի Վարդանիկի հետ։ Դուք ուզում եք ասեք, որ սխալ են արել, որ ձերբակալել են իրեն։ Վարդանիկի ժողովուրդն է։ Անջատի Ռաֆայելեսի խոսալու բան չի։ Վարդանիկին իրան ինչի ձեր դուրը չի գալիս։ Որտեւ անկապ եք խոսում, մենք խոսում ենք այդ մարդու ձերբակալության մասին։ Պաշարակերի։ Հիմա դուք համաձայն եք, թե չէ որ ճիշտ են արել, որ ձերբակալել իրան, թե ոչ։ Մի բառով ասեք, այո կամ որից տեղյակ էլ չեք։ Եկեք դիալոգ լավ։ Բարի։ Տեղյակ չեք։ Դուք եք տեղյակ ամեն ինչի։ Եկեք հասկանանք, որ մենք ընթերցում ենք քննչականի, ընդդիմության, իշխանության բոլոր հարթակների մաստեղ բացայել հայկական ժամանակ, էլ Քոչարյանի News-ը, էլ 5-րդ տալիք, էլ Սերժ Սարգսյանի թերթը, էլ առաջին լրատվական մեր արչև հիմա բացատա ընթերցում ենք, ես դեռևս կարծիք չեմ արտահայտել, ընթերցում ենք բան, իսկ եթե որևէ բանի հետ համակարծիք չեք, այդ արդեն դեռ ինչ որ բան ա եղել, հա, 3 ա եղել զրույցը, երբ եք հասցրել խոսալ։ Ինչը որ ասում քարոզ եք եղել, երբ ա եղել եթե նորա դեպքը։ Ինչ եմ լսում, ինչ ա եղել։ Ինչ որ քարոզի մասին է ասում, նկատի ունեմ, եթե նոր ա եղել դեպքը, երբ եք հասցրել։ Ինչ դեպք։ Հա, էլի ասում, այլ ես ինչ իմանամ, հա։ Այ այս տեսակ, ախր գիտեք ինչն է այդ արքիր։ Թող ինքը չհամաձայնվի, թող ինքը արգումենտ բերի, թե ինչու են սխալ արել, որ ձերբակալել են, բայց այդ որ դուք հերրու եք, ինչ եք, դե հա մենք ստեղ ենք ապրում, вообще պիտի չխոսանք, հա, այդ բաների մասին։ Մենք այդ ժամանակները անցել է, որ պիտի տեղում լինես ինչ-որ ինֆորմացիա ունենալու համար։ Հիմա աշխարհի ցանկացած ծայրում ցանկացած ինֆորմացիան դու ունես, թե ինչ է կատարվում։ Ուրեմն մենք պիտի ընդհանրապես չխոսենք Հայաստանի մասին, որտեղ Հայաստանում չենք։ Այս բանն է, էլի, այս դեմագոգ խոսակցությունները, որ իմ կարծիքը էսա, դու չի տալիս գնա ուրիշ ռադիոկայան լսիլ, այնքան կա ձեր, հենց այդ տեխնոջ նման մտածող, այնքան կայքեր կան, որ հենց այդպես են ասում։ Գնացեք դրանք նայեք, մեզնից ինչ եք ուզում։ Դե այս պատմության մեջ հետաքրքիր է որ թող սկսեն օրինակ Անիվի դեպքերից, թող սկսեն այն ինչի դեպքերից, այսինքն որտեղից սկսեն, պիտի ասեն Անիվի դեպքն են սկսեն նախքին թալանչիները, բայց որտեղից են սկսեն, միշտ լինելու է մի խումբ մարդ, ով ասի, բայց ինչի են ստեղից սկսում, կարելի է սկսել ընդեղից։ Ոչ թե ընդեղից, հա։ Դրա համար էլի ես զարմանում եմ, էլ այդքան հանրահայտ կաշառակեր մարդու, որ տարիներով կեղեքել է ժողովրդին, հասարակությանը, քաղաքը ու նման sense դες պաշտպանում են, էլի, ոնց որ թե սուրբ մարդու են կպել, էլի։ Այ քեզ բան։ Այս վիճակում, sense որ նայում եմ որպես ընտրությունները լուսաբանած Հայաստանում, հա, ինչ էր կատարվում, իմ կարծիքով իշխանություն կոչվածը պիտի չթողեր, եթե տես հիմա ասում եք կոռուպցիոներներ, ով չգիտի, այ եթե ով չգիտին, պիտի Մարի Լեպենը ոնց էր Ֆրանսիայում, այ դուք իրավունք չունեք մասնակցելու։ Հիմա երբ որ ընտրվել է, քիչ թե շատ ինչ որ ձայների աջակցություն ամեն դեպքում մարդը ստացել է, հիմա որ գալիս են հետևից մի քանի ամիս անց, այ այտենց տպավորություն է ստեղծվում, այսինքն իշխանությունը շատ չեմ ուզում, ոչ թե շատ սխալ է, էլի այս մոտեցումը սխալ է։ Ռաֆայել, ոնց ինչ անշանակում գալիս են հետևից։ Չէ, նայ։ Դա կլիներ, գիտես, եթե ինքը այդ հանցագործությունը արած չլիներ։ Իհարկե իրենք սպասում էին, իհարկե իրենք հետևում էին։ Դե գիտեին, որ հեսա մի բան անելու է, եւ արեց, եթե չի արել, ասեք չի արել, արել է, ձերբակալել է, ինչ կա սրա մեջ։ Ախր հեչ բարդ բան չկա այստեղ, էլի։ Ոչ մի բան, աշարակերին, աշարկուտելու ձերբակալել են, վեր։ Այս ձևով նպաստել են այս մթնոլորտի ստեղծմանը։ Դե ոչինչ, ճիշտ են սխալ են, այդ ուրիշ հարց է, հա, բայց այս մի հատ շատ լավ խաղաքարտ տվեցին ընդդիմախոսներին, որ ուռճացնեն եւ այլն սարքեն։ Եվ շատ խաղաքարտեր վերցրեցին իրեն ձեռքից, ոնց որ Վարդանիկն է եւ նրա բաները, կողմնակիցները, հենց նույն դաշնակցությունը, նույն այդ թաթոյանական բաները, եկեղեցին մեր, որ հողանջումա զանգերը Աստվածին, ուր ենք հասել։
Սա լրիվ անբարոյականություն է Այս ամենի ֆոնին, հարգելի բարեկամներ, քաղաքապետարանի մոտից ձերբակալվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տարվել շուրջ 23 անձինք, ովքեր չէին թույլ տալիս ոստիկաններին գործողությունների եւ անևներն են ծակել ոստիկանական մեքենաներին։ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել իրավապահներին Վարդան Ղուկասյանին դուրս բերելու գործընթացին շենքից։ Իդեպ այդ կադրերը եւս համացանցում եղան, պարոն Ղուկասյանը ժպտալով դուրս էր գալի, ասում էր ամեն ինչ լավ է լինելու։ Ոստիկանավստահ չէ։ Հայդեվի մուտքից տարան։ Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացնում է, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը եւ միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Գյումրիի որոշ падգամավորներ եւ ավականու խմբակցության անդամներ տեղեկացրել են, որ Գյումրու մանկապարտեզների դռներն են փակել, զանգել են ծնողներին ու ասել են եկեք երեխաներին տարեկտուն, որպեսզի աշխատակիցները իջնեն հրապարակ, ասված է հաղորդագրության մեջ։ Այդ է պատճառը ուրեմն։ Ես դեռ մտածում եմ ինչու՞ պետք է փակեն բաները։ Զանգեր ունենք էլի, լսենք ռադիոլսողներին, բարև ձեզ։ Ռաֆայել ջան, Դերենիկ ջան, ողջույն ձեզ, հարություն լավ։ Բան եմ ուզում ասեմ, ես կապակցությամբ որ մեկ-մեկ մարդիկ բորբոքվում են, թե ինչի են արել, են արել։ Մենք ախր մոռանում ենք, որ ապրել ենք մի հատ սովետական հասարակարգում, որ առանց կաշառքի, առանց բանի ոչ մի բան առանց չէր եցում։ Իսկ Վարդանիկի պես տարը ափաշկյարը, ոնց ասեմ, այդ կոպիտ բառը երևի, հորխոտում էր, հելնում էր կառավարության դեմ, կտապալեմ, ձեզ կանեմ, ռուսի տակ կմտնեմ։ Երբ որ վարչապետ ասում էր կոպեկ առ կոպեկ հետ են բերելու, ամբողջ ժողովուրդ ասում էր ուրա, ինչի չեք անում։ Ինչ եք ուզում։ Անում է, դա չանի կաշառակերներին չբռնի, չեմ հասկանում։ Ուղղակի զարմանում եմ մեր ժողովրդի այս հոգեբանության վրա, որ գիտեք ինչ բան են անում, էլի, ասենք կառավարությունը էլի լավ գործ անում, նովում են, չի աշխատում, ասում չի աշխատում։ Դե եկեք հիմա հասկացեք, ոնց է էսի։ Կոպիտա ասեն կոպիտա, փափուկա ասեն փափուկա։ Ռաֆայել ջան, համբերում ենք։ Համբերություն ձեզ եւ իրականում մենք շատ մտածելու տեղեր ունենք։ Լավ մնացեք։ Ձեզ է լավ, որ հարգելի հարություն, լավ եղեք։ Բարթա։ Իրոք էլի, բայց նա եմ որ ոչ մի քայլ չէին անում, ասում էին, ահա, սաղ սուտ է, սաղ պայմանավորված է, ինչ արա 7 տարի կոպեկ բան։ Հիմա հələ բան են ասում, իրանց հետ ուտում են իրանք, բան են անում։ Հիմա հենց սկսեցին ձերբակալել այ մարդ, սկսեցին էլի իսկապես ախր գիտեք ինչն է, տրամաբանություն չկա։ Մի քանի բան կա, կամ ինչ որ իրենք կապ ունեն ֆինանսական հետ իրենց վնասում է, կամ որտեվ այլ տրամաբանություն լինել չի կարող։ Այլ տրամաբանություն չկա։ Կաշառքը վերցելա, ձերբակալվելա։ Բոլորը պիտի ուրախանանք, որ հասարակությունից մի կաշառակեր ձերբակալվելա, այլևս չի ուտի կա, չի խանգարի հասարակական կյանքին։ Ախր այնքան պարզ է սա, տո լինեն կոմունիստ, տո լինեն ֆաշի, ինչ ուզում լինեն, կաշառակերներին ձերբակալում են, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, հասարակության ворթերը, բորբոսները այդ կաշառակերությունն է, որ խեղդում է ամեն ինչ։ Ամենակարևոր բաներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարը։ Եվ հիմա խնդրեմ, ձերբակալել են, ուրախացեք այմար։ Հետո դատա լինելուն են, չի որ տանում են պատի տակ կոմունիստների նման գնդակահարում են, դատ կլինի, դատարան կլինի, որոշեցին, որ մեղավորը կգնա կնստի, վերջացավ, էս է պատմությունը։ Ոչ մի ռոմանտիկ, ոչ մի ինչ-որ բան չկա այստեղ, շատ պարզ հասարակ տպաբանություն է։ Լավ, ընդմիջում չենք անում էս։ Մի հատ զանգ ընդունենք ու գտանք ընդմիջման, բարև ձեզ։ Բարև Ռաֆայել Դերենիկ ջան, Աննա, ինչպես եք։ Բարև ձեզ, հարգելի Աննա, լավ, դուք ինչպես եք, հարգելիս։ Լավ, երկու խոսքով ուզում եի այդ տիկնոջը, որ զանգահարել էր Դերենիկին, ասեց, որ պարոն Դերենիկին ասեց, որ դուք Ամերիկայում եք ապրում եւ դուք ինչ գիտեք, ինչ է կատարվում Գյումրիում, ուզում եմ ասեմ Ռաֆայելին լավ ճանաչում եմ, ես ուղիղ 30 տարի առաջ եմ եկել Ամերիկա, շատ փոքր երեխա եմ եղել, իմ առաջի լեզուն անգլերենն է, բայց էլի իմ սիրտը ցավում է, ես ամեն առավոտ որ մտնում եմ Facebook, Instagram, ողողված է լինում իմ feed-ը բանով, Հայաստանի նորություններով, երեխա եմ եղել, այստեղ եմ մեծացել, բայց էլի իմ սիրտը ցավում է, չէ՞ որ այդ մեր հայրենիքն է։ Այն էլ ուր մնաց պարոն Դերենիկը, որ մեդիայի մեջ է, ամեն ինչի տեղյակ է, ոնց կարելի է էլի ասել, որ դուք ինչ գիտեք, եթե դուք Հայաստանում չեք ապրում։ Բոլորս էլ հայ ենք, մեր բոլորի սիրտն է ցավում։ Ամեն առավոտ լսում եմ ձեզ, որտեղ
ինձ էլ է հետաքրքրում, թե իմ հայրենիքում ինչ է կատարվում։ Այդքան բանի ուզում ասեի։ Շնորհակալ ենք Աննա ջան, ձեզ լավ օր, մերսի որ զանգեցիք, լավ եղեք։ Շնորհակալ։ Ընկերներ, ամեն ինչ կարգին է, լուրջ թեմա է, բնականաբար կլինեն արկայծումներ, հա։ Մենք գնանք գովազդային դադարի, վերադառնանք եւ շարունակենք ընթացքը։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եկանք հարգելի բարեկամներ, ես եկանք ողջույն բոլորին, ուղիղ եթեր, աշխատում ենք ձեզ համար, կարծիքները տարբեր են բարեկամներ, հարթակը մեկն է, ազատ եւ անկախ R-Music Radio 8 տարի, ամեն օր շփվում ենք ձեզ հետ, ոչ մեկի վրա չենք անջատել, որևէ մեկին չենք վիրավորել, եթե որևէ բան ասում երբեմն պետք է անջատել, որտեվ իրանք այս բան են գտնում, ձրի իրանց համար դեր բան ամբիոն են գտնում եւ ճառ են ասում, եթե նկատել եք, այս նախ sense ասեմ, այս տեխնոչը օրինակ եմ նման զանգերին, ես ազնիվ խոսք պահի տակ վրթովում եմ, բայց հետո ուրախանում եմ։ Դա նշանակում է, որ իմ խոսքը տեղ է հասել։ Դա նշանակում է, որ ես թիրախին եմ կպել, որ մարդիկ այդ տեսակ վրթովում են եւ երբ որ ասելիք չունեն, ուղղակի ասելիք չունեն, ամեն կերպ ուզում են, այսինքն իրանց կարծիքին հակառակ մի բան են լսել։ Սովորեք սիրելիներ, գնալով դա շատանալու է, ձեր կարծիքին հակառակ եք լսելու, որտեղ իրականությունը ձեզ հետ չի։ Մանավանդ այս տեսակ པարզ հարցերում, որ այստեղ վիճելու ոչ մի բան չկա, հասկանում եք, ոչ մի բան չկա։ Հասարակ քրեական գործ է, բայց այո, քանի որ արմատները հեռու են գնում, քանի որ շատերը իսկապես ուզում են, որ մենք Ռուսաստանին միանանք, քանի որ շատերը հին կյանքն են նախ բանանում, Երանի տալիս, երբ որ կաշառք էին ուտում, կաշառք էին տալիս, այդ ձևով ապրում էին, եւ հիմա հանկարծ իրենք մնում են առանց այդ ամեն ինչի։ Ոչինչ, քիչ-քիչ սովորեք, որտեղ վաղը միսօր ցես համար ավելի վատ է լինելու։ Մեր երկիրը դառնալու է հնարավորինս կաշառակերներից զուրկ երկիր։ Այդքան բան։ Եվ հաշտվեք այդ մտքի հետ, Էրիկա։ Հետարքիրը քիչ առաջ տարածեցին հաղորդագրություն գովազդի դադարի ընթացքում Հայաստան դաշինքը ընդդիմության տարածել է հետևյալ հայտարարություն դեպի իրենց պաշտոնական կայքեջից եմ ընթերցում։ Հայաստան խմբակցությունը հայտարարում է, որ Գյումրիում կատարվածը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ողջ հայ ժողովրդին։ Մեջբերման աղոթում։ Այսինքն Վարդանիկը ողջ հայ ժողովուրդն է, էլի, վայ աստված իմ, վայ։ Ասում առանց Ախր գոնե ուրիշ մարդ լիներ մի տեսակ ինչ որ բաներով, էլի։ Ախր այս մարդու բոլորը եք ճանաչում, մանավանդ գյումրեցիները։ Լավ, ինչև է։ Բարև ձեզ։ Կարևորը որ ձերբակալել են, ես մնացածը կանցնի հետ կմնաս սա։ Զանգուն ենք, այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անջատվեց։ Okay, ընկերներ, մի փոքր երկար մնացեք, որ պատասխանենք միտքը ավարտելուց հետո։ Մեկնաբանություններ ունենք բնականաբար, բավականին ակտիվ, այստեղ ոնց նկատում եմ անգամ մեկնաբանություններում են իրար հետ ոմանք բանավիճում։ Ընկերներ, պետք չի բանավիճել, որովհետև մենք ամեն անգամ երբ որ իրար վիրավորում ենք, իրար անպարկեշտ ինչ որ բաներ ենք անում, դրանից իրավիճակը չի փոխվելու եւ մենք իրար դեմ ենք փաստորեն ճշտամանում։ Պետք չի տես բաներ անել։ Okay, ես այդ համակարգիչ հետո կարծեմ սենց, բայց կոմենտները կարդում եմ, դու ինչ գիտես, բան ու գնաց ընդ մի հատ ուրիշ պատմություն։ Եկեք հնարավորինս կոռեկտության մեջ, հա։ Որքան տեղյակ եմ, պետք է գործ հարուցված լինի նոր դատարանը թույլտվություն տա։ Ինչին։ Ես զարմանում եմ այս մեր ժողովրդի վրա, որ չեն հասկանում, որ այդ բոլորը իրենց բյուջեի գումարն է, որ պետությունը պայքարում է ձեր ու ձեր երեխաների ապահով կյանք կառուցելու համար։ Սիլվա Աբգարյանն է ասում այդ բաների հետ կապված, հա, կոռուպցիայի հետ։ Ակես տրամաբանված բան պատասխան։ Ցանկացած մարդ լինի գրփող թե թալանող, խաբեբա թե մարդասպան, քաղաքապետ թե շատ ավելի բարձր ունի իր կողմնակիցները փակագծերում ցավոք սրտի ու հարազատները, ովքեր սնվում են նրա լափամանից, կարելի է հանդիպ լսել դրանց։ Այո, ընտիր բացատրություն, ընտիր։ Համազասպ Ներսիսյանն է գրում մեկնաբանությունը։ Համազարյան լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Ալեն Մալխասյանն է գրում. Մի հարց. Ինչ իրավունքով են մարդու հեռախոսային խոսակցությունները լսում, այդպես ասած ցանկացածից կարող են լսել։ Այո, չէ։
ցանկացածին չէ։ Հիմա ես Հայաստանում չգիտեմ օրենքը, բայց Միացյալ Նահանգներում էսպես է, եւ կարծում եմ ամբողջ աշխարհում, զարգացած աշխարհում էսպես է։ Դուք ներկայացնում եք դատավորին շատ գաղտնի ձևով, որ նման հետաքննություն ա կասկածում եք SSS բաների վրա, եւ եթե ձեր արգումենտները քաշ ունեն, եթե իրականությանը համապատասխանում են, ըստ դատավորն ինքը սանկցիա է տալիս, թույլ է տալիս գաղտնա լսել, այս անել, այն անել։ Բայց առանց դրա ոստիկանությունը իրավունք չունի։ Այսինքն ուժայինները գնում են դատարան, Պողոսյանին գնում է դատավորի մոտ, որ պիտի թույլատվություն տա, որ ձերբակալվեն կամ այս անեն, այն անեն, առանց դրա չեն կարող։ Մանավանդ այսպեսի աղմկալից գործում նման հիմար բան չէին անի վստահել։ Ով է միացել, բարև ձեզ։ Այո, բարի լույս ձեզ, բարի լույս բոլորիդ, շատ սիրելի հարազատներ։ Բարև ձեզ։ Այսպես կարելի է ձեզ դիմել, որովհետև ամեն օր մեծ բավականություն ենք ձեզանից ստանում։ Ես երբևիցե չեմ զանգահարել, երբեք միշտ լսելու դերում եմ եղել, բայց այսօր արդեն ստիպված էի զանգել ու չեմ ուզում այդ տիկնոջտել ինչ-որ վիրավորական բաներ ասել, միգուցե դա իր կարծիքն է։ Սիրով, բայց ես կուզենայի ինչ-որ Դերենիկի համար ասել։ Դերենիկին ճանաչում ենք արդեն վաղուց TV-ներով, արդեն բոլորս ենք ճանաչում իրան, որպես հայտնի մարդ, որպես այդ ժուրնալիստիկայի բաժինը վերջացրած, ինչ-որ լայսենզով, լիցենզիայով մարդ ավարտած, խելացի մարդ։ Ռաֆայել ջան, եթե իհարկե դու չներվես, մենք լիքը բան ենք Դերենիկից սովորելու։ Անկասկած բան չկա, մենք ավակ իմ ընկերն է Դերենիկը, հա, իհարկե։ Այդ գաղափարի տերը, որ Դերենիկն է, այս տիկին ընդհանրապես իրան չի ճանաչում։ Մենք մի ամբողջ բանակ, իմ ամբողջ ընտանիքը, այդպես կարելի ասել բանակ, իր կողքը կանգնած ենք, իրան սատարում ենք, ինքը չի հիշի մեզի, բայց մենք միասին հաց ենք երի անգամ։ Եվ մեծ սիրով իրան լսում ենք, իր խոսքը ընկալում ենք։ Իսկ այս կինը, որ խոսում է, ես ուզում եմ ուղղակի հասարակ մի բան, 36-7 տարի է Դերենիկը ապրում Ամերիկայում, ոնց որ մենք ես էլ նույն տարիքին այստեղ եմ ապրում։ Կներեք, որ շատ մի քիչ երկար եմ խոսում, որտեղ կյանքից մեջ չեմ զանգի, բայց այս անգամ պետք է ճիշտը խոսեմ։ Այս մարդը մինչև օրս մաքուր ապրած մարդ, այս երկրում ես ոչ մի վատ բան չեմ լսել։ Էկողը գալիս է 6 ամսի տուն առնում, այս անում է, այս մարդը 36 տարի ստեղ ապրելով, հələ դեռ մինչև օրս բարձր ամնում, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Ու դուք իրան ասում եք, դու ոչինչ չգիտեք ստեղ ապրելով, ախ դուք եք հասկանում։ Այս մարդը այնքան բան գիտի, որ դուք ամեն օր կարդում ա, ես որպես անգրագետ մարդ, ասենք տենց, կներեմ, ես ինքսինձ տենց քննադատեցի, բայց համ կոպիտ ստացվեց։ Բայց համենայնպես եթե ես էլ էի ռոպագանդա անել, ես ժողովրդի դեմ ասեի, գիտեք ինչի եք տենց բան անում, այս Լենինականի չգիտեմ ինչ էս քաղաքապետին, ինչ որ մի հատ չգիտեմ ով է, ուղղակի սարսափում եմ դա ամնա տալուց։ Բարի, ինչ որ ինձ դեմ հելնեիք։ Բայց Դերենիկի մասով ընդհանրապես ոչ մի բան չի կարող ասել, որտեղ ինքը այնքան ամեն ինչից տեղեկացված է Հայաստանի կյանքով, մենք էլ նույնը։ Ու մի հատ էլ ուղղակի դեպք պատմեմ ու շատ չերկարացնեմ։ Մի 15 օր առաջ ես Երևանից նոր եմ վերադարձել, կներես Ռաֆայել ջան, պետք է քեզ անպայման տեսնեի, բայց իսկապես ժամանակ։ Ես հիմա շուտով գալու եմ, այդտեղ կհանդիպենք, ոչինչ, ես շուտով գալու եմ։ Այո, գիրքը պետք է վերցնեի, բայց ես չկարողացա ձեզ անգամ հեռաձայնել, այնքան նեղված եմ այդ պահով, որ դաժե տուն եմ եկել հասեմ, երոն կասմին ինչի, Ռաֆայելին չես գնացել տեսե բան, ասես ասում դելա, ոչ մյուս անգամ կգնամ կտեսնեմ։ Ինչ որ այա տեղ եմ, ես անընդհատ վեց տաքսիներ եմ վերցնում, այդ Ֆիջինային մյուսնա, պատահաբար վերցրեցի մի հատ մի քիչ էժան անոցը, դե այդ օրը ոնց որ գումարս քիչ էր, ասել մի հատ էժան թո մեկը գա, Լենինականցի տղա մի հատ եկավ, չեք պատկերացնի դուք, ես ուղղակի շատ զարմացած եմ, որպես այսպես ցիվիլ երկրներում ապրած մեկը, իմ գաղափարում եկել այդ տղայի ընդամենը 47 տարեկան տղա էր, ասեց կնիգը ով է օր Անդե ձայն հանի կամ ես ինչ են է որ իրեն պետք է լվացքի մեքենան դեմ դաս երախունը դեմ դաս առրկես պետք է ասես ինքը ապրես լավ դες բան կա պաստորեն դե հա նայում եմ դրան սիրուն սիմպաթիչտի տղա ասում եմ էս դու քանի տարեկան ես տղա ջան մի երկու բառ ընդամենը մի երկու բառ խոսացի իմ կյանքից ստեյցնդեից ինքը շատ զարմացած ասեց մորքու ջան ես երևի քեզ երբեք եմ չմոռանամ ասեմ բա դուք հիմա դուք պաշտում եք այդ մարդին ընտրվել է այդ քաղաքապետ դուք չգիտեք իր անցյալը ով է ինքը հարուստ մարդ է միլիոնատեր է մեզ ասել է օ լավ պետք է բոլորից լավն այնք թող ոչ մեկ կորց չունենա մեր կորձերին ասենց ինձ ասեց մի խոսքով տաքսին կանգնեց ես գնացին գործին այս մարդը գնաց իր գործին ու ես ուզում եմ իրան ասեցի տղա ջան նայ ես 36 տարի 45 տարի երևի դրսերն եմ ապրում
ամենամեծ քաղաքներում եմ ապրել, բայց այսօր իմ հայրենիքը նենց է ինձ հետ կանչել, որ ես եկել եմ Երևանում տուն եմ առել։ Եվ շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար, ավելացնելով ոչ միայն Դերենիկի, այլ ընդհանրապես էլ ես պրոպագանդայի կանոն էսա ինչ որ ջրաղացին ջուր եք դստում, գիտեր ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Ուրեմն ձեզ շատ հայտնի մեդիաներ, շատ հայտնի, վստահ եմ այսօր էլ Գյումրիի դեպքերը, որ նայում էիք այդ ալիքների ճնշող մեծամասնությունը, մի հատ նայեք, քանի անգամ ընդհանրապես իրան գովազդի դադար վերցնում, քանի անգամ են գնում գովազդի, ոչ մի 0, որովհետև իրանք ֆինանսավորվում են, իրանք ֆինանսավորում են այն ուժերի կողմից, ովքեր որ կանգնած են ու նպաստում են այդ գործունեության ծավալմանը։ Մենք ասել եմ փառք ու պատիվ մեր բոլոր գործընկերներին, մենք ֆինանսավորում ենք մեր գործընկերներից, որոնք բացարձակ չեն ազդում, հա, մեր կոնտենտի, մեր ոնց են ասում, հա, լրահոսի վրա։ Դրա համար երբ որ ասում են պրոպագանդա եք անում կամ ինչ որ մարդկանց եք, հա, բանանում, որ ասում են լավ կլիներ գովազդի հետևից չընկնեինք, ամեն մեկին համոզեինք պայմանագիր, գործընկեր, այլ իրոք ֆինանսավորենք շատ լուրջ կազմակերպությունների կողմից, բայց մենք մեր գովազդով ու բանով փաստ ա որ հնարավորինս այսպես ազատ ու անկախ մեր գլուխը մեր ռադիոն պահող բան ենք, հա, հաստատություն ենք ու կարծում ես տարիների ընթացքում պիտի որ դա հասկացած լինեիք։ Ինչ ավելացնենք Դերենիկ ամփոփելու համար, այս մեր թեժ։ Ախր հասկանալու շատ բան չկա այստեղ անձնական շահեր կան, ու դա ակնհայտ է դառնում, էլի, որ իր անձնական մի կոպեկին կպնում են կամ մի բանին, արդեն մարդիկ մի անգամից դառնում գործում են տրամաբանությունը։ Հարգարժաններ, մի կորցրեք, անգամ եթե իվնաս դեզ է ինչ որ մի բան խոսակցություն կամ փորձեք տրամաբանությունը չկորցնել, տեսեք ճշմարտությունը, թե չէ կյանքում չեք կարող երջանիկ լինել այդ կերպ։ Չեք կարող։ Այնքան པարզ հարցերում այս ամեն ինչը երևում։ Եվ հիմա գիտեք, ես ինչ եմ պատկերացնում, թե Հայաստանում ինչ է կատարվում, էլի, ինչեր են խոսում, ինչեր են ասում, այդ ազգային ժողովում էլ որ վեր են կենում խոսում են, այդ չեն ուզում լսել, այս մարդիկ սովորելու էլ բան չունեն, իրանք միայն պիտի խոսեն, հասկանում եք, որտեվ իրենց թույնը թափեն ու հանգստանան, այդպես չի կարելի, հանգստացեք, այդքան բան, հա։ Շատ բան չունեմ ասելու ես կա, բայց մի բան էլ ասեմ, որ հա, զարմանալի այլի թեման մի քիչ փոխենք, Լուվրից թանկարժեք բաներ են գողացել, Լուվրի այս զարգացած դարում, այս լուսավոր դարում, այդքան որ պաշտպանական միջոցներ կան, ըլարներ, ես ինչեր, ոնց են այդ մարդիկ գողանում Լուվրի նման թանգարանից, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող թանգարանից, գողանում ու փախչում, ոնց են ռիսկ անում, ես զարմանում եմ եւ փաստորեն հաջողել են։ Ես իհարկե չեմ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիա այսօր կամ վաղ կբռնվեն, բայց այդ ռիսկը այդ բանը էլի որ ես չգիտեմ, հա։ Որպես ամփոփում մեր ուրեմն զրույցի ես այսօրվա այդ քնչականի ռեպորտաժն եմ առանձնացրել, որը կարծում եմ լավ ամփոփում կլինի մեր զրույցի։ Դերենիկ, եթե ավելացնելու բան չունենք, ձեզ ասեմ ցտեսություն, հա, ցտեսություն ուրեմն Մինչ վաղը, այո, լավ եղեք։ Համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Ես քեզ ամուսնուն ներդրում եմ, ես քեզ բերնեմ քեզ ազդեցություն կունենամ, մենք ստանցնում ենք։ Արի ազդի խոսալով, իրանն ենք, քեզ մասամետ անեգան ենք, սոցիալի բաժանը, ավայ կբի։ Մեկ կենես, ես գիտեմ քեզ կդենես բանում ես, կբի։ Սակայն չոր մի տեսնյալ դարի կուլավ չես ախետոց ծես լավչել ծիսած ես կամիլիոններն սպեսպաներին կոնեն շարժը օժե բայց չմտանակ
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն, դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։ Vabbè, dışarıdan neresi tiyatroyu nasıl öyle? Ne çıkalım dedim. Canım, nasıl saçlar vasıtasıyla hem enflasyonu basarsınız, hem sonunu basarsınız. Düşmüştü. Ortak bana ne var? Kandes, yaşam konuşum ortanın sözü istemiştir. İşler artık bir şey demezler. Şey demezler. Sen de beni bazı çapeli pancıyorsun beni. Bu da aslında. Ben şeyden yani senin fanın denesin desin. Siz böyle bize beylik olayım ana. Ne diyorsun? Ne diyorsun? Hı? Ha. Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության գլխավոր ճարտարապետը համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նրա գիտությամբ տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ, քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային գործողություն, գումար սխեմայով մաս-մաս փոխանցելու հանգամանքների շուրջ, այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ եւ ստանալով այն տալու խոստում։ Այսքան բազում պարտից անգամ այսքան չոր։ Գիտեմ, մանգապարտից չսարքել, սրտյանը ապիզի կուդան չնքուդան կամսուդը ավարդագանը։ Սա դորս կենեք մարդը կուդան կուրտու բանը, ավարդագանը ինքես շլիագացի կայդը։ Ուրն բանեն ամիստանջեզի խոսացի, ձեզ շվայինը բանոն դիտանք, ձեր ինչ-որ բանոն ձենես, շնյար էսինիզիտ է, ռեժիստրոնը կինեմ կամուզենես, աներով, սարքից բարևոզարին ամիջիլը ինչ է, կանոն աներով, քիչ ես խնեսը բանիպը, ինչ են էսա բարևոզարին են ինչ են էսա խոզվաշը, Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը եւ շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավականու իրենց ոչ ցանկալի անդամներին, նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։ Очень понимать, что станешь вахтовым, это и то. Хане деньги не гарантирует, я вахтовым, хотел бы Բերոգրյալից բացի քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու եւ իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինություն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ գլխավոր ճարտարապետի կողմից
կողմից եւս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք գումարներ ստանալու մասին։ Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ, ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաեւ հանցավոր ցանցում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը։